Ներուժցի Արթուր Կարապետյանը շտապում է ստանալ մրցանակը։ Նա արժանացել է Ներուժ 6-ի գաղափարի փուլի առաջին տեղի դրամաշնորհին։ Անհամբեր սպասում էի պատասխանին ու ինձ շատ կարևոր էր հասկանալ վերջ-վերջով որտեղ եմ գրավելու։ Արթուրը հիմնել է փաթնփաթ ստարտափը, որը մշակել է ձայնամեկուսիչ պանելներ պատրաստող տեխնոլոգիա։ Այս փուլում ստարտափին տրամադրվել է 15 միլիոն դրամ դրամաշնորհ։ Մյուս քայլը լինելու է արդեն պատասխանատվորել հենց մեր տեխնոլոգիան, որովհետև մենք ստեղծել ենք լրիվ նոր տեխնոլոգիա ձայնամեկուսացման համար ու ստանալ սերտիֆիկատ։ Ծրագրի մյուս աճի փուլում առաջին տեղը զբաղեցրել է New Norm ստարտափը, արժանանալով 30 միլիոն դրամ դրամաշնորհի։ Շատ ուրախ եմ, բայց շատ անսպասելի է ճիշտն ասած։ Նրանց նպատակն է բարձրացնել հոգեթերապևտների աշխատանքի արդյունավետությունը, կիրառելով արհեստական բանականության գործիքներ։ Պատրաստվում ենք բերեինք մեր R&D-ին Հայաստան ու ներառելով մեր միջազգային մասնագետները, որոնք Շվեյցարիայից են, Հոլանդիայից են եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից են։ Ու այս մեր շահելը եւս մի հատ հստակ պատճառ է, որպեսզի դա իրականացնենք։ Ներուժն արդեն 7 տարեկան է։ Նախարար Մխիթար Հայրապետյանը ինչ-որ չափով հաջողված է համարել այն նպատակների իրագործումը, որոնք եղել են ի սկզբանե։ Թե այսօր ինչ կարելի է ակնկալել Ներուժից, նախարարը վաղ անցյալից է մոտեցել հարցին, ընդգծելով, որ մեր երկիրն անկախացումից ի վեր դժվարությունների միջով է անցել։ Իսկ հիմա կա զգացողություն, որ շատ մոտ ենք պատմական դժվարությունները հաղթահարելու վերջնահատվածին։ Սա գալիս է բացելու մի նոր ճանապարհ մեզ համար, դա մեծ երազանքների ճանապարհն է։ Նախ եւ առաջ մենք օտրում ենք այն պատերը, որոնց մեջ դրված է եղել մեր երազանքները։ Եվ ահա այսպես, նախարարի խոսքով այսօր Ներուժը դարձել է հարթակ, որտեղ այդ երազանքները բազմապատկվում են համահայկական Ներուժի շնորհիվ։ Ծրագրի շրջանակում արդեն երկրորդ անգամ ներգրավել է Plug and Play միջազգային կազմակերպությունը եւ իրականացրել աքսելերացիոն ծրագիր։ Մենք հնարավորություն ունեցանք արդեն երկրորդ անգամ աջակցելու Ներուժ ծրագրին, եւ եթե հարցնեք, թե ինչ է փոխվել, ապա պետք է ասեմ, որ այստեղ թիմեր են եկել ամբողջ աշխարհից։ Օրինակ, մեկ թիմ եկել էր հեռավոր Ավստրալիայից։ Նաեւ շատ հետաքրքիր էր տեսնել թիմերի, որոնք նախորդ տարի մասնակցել էին եւ այս տարի արդեն նոր գաղափարներով էին ներկայացել։ Առաջիկայում նոր ծրագրեր են սպասվում։ Հոկտեմբերին Plug and Play-ն այստեղ կմեկնարկի նոր ինկուբացիոն ծրագիր հայաստանյան ընկերությունների համար։ Ներուժ 6-ին այս տարի մասնակցել են 32 թիմեր։ Ամփոփիչ միջոցառմանը նրանք ներկայացրել են իրենց ստարտափ գաղափարները։ Ընտրվել են 6 թիմեր գաղափարի եւ աճի անվանակարգերում։ Նրանք ապագայում հնարավորություն կունենան Հայաստանում իրականացնելու եւ զարգացնելու իրենց ստարտափները։